Բարի գալուստ ամերիկյան համալսարանի պոդքասթի հերթական թողարկմանը։ Այսօր ձեզ հետ միասին կբացահայտենք մի նոր ստարտափի, որը անցյալ տարի առիթ ունեցավ մասնակցել EWC-ին, ձեռներեցության միջազգային գավաթին եւ հաղթեց որպես գաղափարային փուլում մասնակցող ստարտափ, առաջինը լինելով հայկական էկոհամակարգում, որը մասնակցեց այդ մրցույթի վերջնական փուլին եւ հաղթեց եւ պատիվ բերեց հայ ժողովրդին։ Այսօր մեզ հետ է Տաթևիկ Ավագյանը, ուրեմն Nomic ստարտափի գործադիր տնօրենը եւ համահիմնադիրը։ Շնորհակալ ենք ներկայության համար, բարի օր։ Բարի օր։ Ուրեմն ինչպես նշեցի անցյալ տարի նոյեմբերին Տաթևիկի ստարտափը Nomic-ը մասնակցեց EWC-ի վերջնական փուլին Սաուդական Արաբիայի Ռիադ մայրաքաղաքում եւ ի պատիվ մեզ հաղթեց եւ ներկայացավ որպես հայաստանյան հաղթող ստարտափ։ Նորից բարի գալուստ եմ ասում Տաթևիկ ջան։ Կուզեիմ ավելի շուտ սկսենք մեր զրույցը եւ սկսենք այն մասից, թե ընդհանրապես ինչպես ծնվեց ձեր գաղափարը եւ ընդհանրապես ինչ խնդիր եք լուծում։ Նախ եւ առաջ ծանոթանանք Nomic-ի հետ, հետո անցած ձեր ճամփան։ Շատ լավ։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Nomic-ի մասին խոսելուց կուզեմ անդրադառնամ մյուս երկու համահիմնադիրներին, Աշոտին եւ Սամվելին, որոնք էլեկտրոնային համակարգերի ճարտարապետ են մասնագիտությամբ։ Մենք հանդիպել ենք 9 տարի առաջ IT ընկերությունում, երբ ես միացա թիմին որպես նախագծի ղեկավար եւ կոնկրետ այդ նախագծում Աշոտը արդեն էլեկտրոնային համակարգերի ճարտարապետն էր նախագծի եւ միասին տարիներ շարունակ իրականացրել ենք մի շարք խոշոր եւ բարդ համակարգերի նախագծում եւ իրականացում թե պետական կառույցների եւ թե մասնավոր ընկերությունների համար եւ այն խնդիրները, որոնց առնչվել ենք մենք, վստահ եմ առնչվել են շատ այլ ընկերություններ, երբ կա մեծ համակարգ, ի սկզբանե կա պահանջների նկարագրություն, բայց ֆիքսված բյուջե եւ ֆիքսված ժամկետներ, սովորաբար տեխնիկական թիմը ի սկզբանե հավաքվում եւ որոշում է կայացնում է տեխնիկական որոշումներ, ինչ լեզվով են գրելու, ինչ ճարտարապետություն պետք է լինի եւ այլն, այնուհետեւ սկսվում են աշխատանքները։ Եվ հիմնականում նախագծի իրականացման ընթացքում պահանջները փոփոխվում են էականորեն եւ շատ հաճախ դա հանգեցնում է նրան, որ առաջանում է հակասություն ի սկզբանե ընտրված տեխնիկական լուծումների հետ։ Այդ պարագայում կարիք է լինում կամ վերադառնալ եւ ճարտարապետությունը փոխել, ինչ որ խորքային լուծումներ տալ կամ ինչ որ այլ ընտրանքային workaround-ներ անել, որոնք ի վերջո երկարաժամկետ հատվածում հանգեցնում են խնդիրների սպասարկման եւ համակարգի հետագա զարգացման ժամանակ։ Փորձում ենք այդ խնդիրը լուծել նախ մեր ընկերությունում եւ սկսեցինք DSL-ների կիրառումը, domain specific language-ների, այսինքն ամեն նոր նախագծի համար սահմանում ենք իր ֆորմալ լեզուն, որով նկարագրում ենք domain-ը, փորձելով աբստրահվել տեխնիկական այդ որոշումներից եւ հետո առանձին կոդ գեներատորներ ենք կիրառում ամեն պրոյեկտի համար։ Դա իհարկե շատ հեշտացնում էր հետագայում սպասարկումը եւ փոփոխությունների իրականացումը, բայց բավականին բարդ եւ աշխատատար էր նախագծի սկզբում եւ եթե առանձին մի նախագծի շրջանակում նայենք արդյունավետ լուծում էր, բայց կազմակերպության տեսանկյունից երբ ամեն նոր պրոյեկտի համար պետք է առանձին DSL գրվի, գեներատորներ, դա բավականին ծանրացնում էր իրականացումը եւ ոնց որ հաջորդ этаպը եղավ ինչ լուծման կանք, որը հնարավոր կլինի կիրառել բոլոր պրոյեկտների համար անկախ ոլորտից դոմեյնից եւ այդտեղ արդեն այդ DDD-ն, որը շատ շեշտում ենք մեր կոմունիկացիայի մեջ, domain driven design-ի սկզբունքներն ուսումնասիրեցինք, փորձեցինք այդ կոնտեքստում ստեղծել մի պլատֆորմ, որը հնարավոր է անկախ ոլորտից նկարագրել համակարգը մեր ֆորմալ լեզվով եւ այնուհետեւ մեր գրած գեներատորների միջոցով ստանալ աշխատող համակարգ։ Այստեղ կուզեմ պարզաբանել, որ մեր ոնց որ գեներատորներն աշխատում են հիմնականում back-end-ի վրա, մենք front-end-ի լուծումներ այս պահին չունենք եւ բնականաբար ինքը այտենց լիարժեք ամբողջական լուծումը չի տալիս, այլ համակարգի մոտ 90%-ը փակում է եւ որոշ սպეციფიկ ինտեգրացիաներ կամ ինչ-որ նյուանսներ կան, որոնք անհրաժեշտ է ամեն դեպքում ձեռքով ծրագրավորել, բայց կարողանում ենք ապահովել, որ ձեռքով գրված կոդը շատ հեշտությամբ ինտեգրվի մեր գեներացվածի հետ։
Նաև AI մասը կուզեմ նշել, մենք AI ուզում հարցնել, որտեղ դուք նշում եք, որ AI driven։ Այո, եւ դա շփոթեցնում է, որովհետեւ միան առաջի տպավորությունում է, որ AI-ն է գեներացնում մեր կոդը, մեր կոդը գեներացնում են մեր ճարտարապետների կողմից մշակված գեներատորների միջոցով, դրանք ձեռքով գրված լավագույն փորձի հիման վրա ի վերջո տալիս են տեստավորված լավ որակի կոդ, որը որ եթե շատ լավ ծրագրավորող նստեր ձեռքով գրեր, կստանար այդ նույն արդյունքը։ AI-ը օգտագործում ենք նախագծի պահանջների հավաքագրման կտորում, այսինքն ես ասացի, որ ունենք ֆորմալ լեզու, որով նկարագրում ենք, AI-ը օգնում է, որ օրինակ նույն բիզնես անալիտիկները կամ նախագծի ղեկավարները արդեն ֆունկցիոնալ ավելի մարդկային լեզվով պահանջները նկարագրեն, AI-ը այդ պահանջները փոխակերպի այն ֆորմալ լեզվի, որի հիման վրա մեր գեներատորներն աշխատում են, այսինքն AI-ի օգտագործումը ընդհանրապես համակարգը ավելի լայն հանրությանը հասանելի դարձնելու ուղղությամբ է աշխատում։ Շնորհակալություն բացատրության մասին։ Մի հիմա կուզենայի այստենց շարունակենք, իմանանք, որ ինչ պատահեց, ինչպես տեղեկացաք EWC մասին, ձեռներեցության համաշխարհային գավաթի մրցության մասին, ինչպես դիմեցիք, ինչ եղավ, որտեղից։ Ինչպես տեսնում եք, բավականին բարդ է բացատրել մեր համակարգը ինչ է անում, ինքը նախ B2B է, back-end-ի ծրագրավորման գործիք եւ այլն, եւ երբ սկսել ենք մեր ներքին օգտագործման համար, մտածեցինք, որ մեզ օգտակար է, կարող է նաեւ օգտակար լինել այլ ընկերություններ։ Իրականում այդպես ոնց որ ստեղծվեց ստարտափը եւ քանի որ շատ դժվարությամբ ենք կարողանում բացատրել ինչ է անում այդ լուծումը, որոշեցինք, որ պետք է մեր ուժերը կենտրոնացնենք լուծումը ստանալու, գոնե մինիմալ տարբերակը, որով կարողանանք ցուցադրենք արդյունքները եւ հետո նոր արդեն հանրայնացնելու մեր ստարտափը եւ EWC մասին Facebook-ով եմ տեսել ճիշտ ասած հայտարարությունը եւ անկեղծ ասած ուրեմն դեռ Facebook-ը աշխատում է այս բանը։ Փաստորեն տենց մեկ-մեկ մտնում եմ ինչ որ թերթում, աչքիս ընկավ եւ անկեղծ ասած տպավորություն չստացա, որ շատ լուրջ մեծ բան է եւ քանի որ երբևէ հանրային pitch չէին կարել, մտածեցի տենց ոնց որ AUA-ում է, տենց երևի ավելի թեթև ուսանողների հետ մրցելու ինչ որ բան է, գուցե լավ տարբերակի մեր pitch-ը փորձելու համար, այսինքն նախ մասշտաբները չէինք պատկերացնում եւ նաեւ տենց ակնկալիքներ էլ այդ պահին չունեինք հաղթելու, ավելի շատ մեր pitch-ը փորձարկելու հարթակ էինք դիտարկում։ Դուք մասնակցեցիք առաջին, ուրեմն մասնակցեցիք դիմեցիք EWC, անցաք ֆինալիստների շարքը Հայաստանի ազգային մրցության եւ ֆինալիստների շարքում մրցեցիք փիչինգի ընթացքում եւ հաղթեցիք եւ դարձաք 3 ստարտափներից, որոնք ներկայացրեցին Հայաստանը միջազգային առաջին փուլին, որը 300 լավագույն ստարտափներն էին աշխարհից։ Ինչ պատահեց դրանից հետո։ Նախ եւ առաջ ազգային մրցույթը ինչպես դրսևորվեց, ինչ պատկերացում ստեղծավ, որովհետեւ ասում էի, որ սկզբում շատ գաղափար չունեիր մրցույթի մասին։ Իրականում նախ ասեմ, որ դիմելուց հետո, երբ արդեն ծանոթացանք նաև ձեր հետ Նժդե ջան, ու կուզենամ նաև հանրային շնորհակալություն ասեմ, որ մեր pitch-ը հենց առաջի արել ենք ձեզ մոտ եւ ձեր ֆիդբեքների հիման վրա կարողացանք իրան լավացնել, սարքել ավելի տեսանելի եւ ընդունելի, լավ փորձեր է տարումով եւ ամբողջ ընթացքում անգամ այստեղ մասնակցելու շատ մեծ աջակցությունը շատ զգացել ենք կազմակերպիչների եւ շատ հետաքրքիր էր, որ շատ փորձված ստարտափներ էին մասնակցում, մի քիչ այդ մասը ճիշտ ասած վախեցնող էր նամանավանդ, երբ այնց pitching-ի փորձ չունես ու առաջի անգամ է, բայց անակնկալ էր իհարկե անցնելը ֆինալիստների մեջ Հայաստանը ներկայացնող եւ հաճելի, բայց ամենայն անկեղծությամբ ավելի շատ պարտավորեցնող էր ինձ համար, քանի որ տենց ծոր ակնկալիքներ չունեինք, շատ պատրաստված չէինք եւ կուզենենք, որ արդարացնենք այն սպասումները, որը որ ժյուրին եւ մասնակիցները կապել էին մեզ հետ։ Իսկ ինչ վերաբերում է հաջորդ փուլին, կար երկրորդ փուլը bootcamp-ի, որտեղ ձեր նշած 300-ն էին, այո, Հայաստանից 3 ստարտափ էին մասնակցում։ Դա էր շատ հետաքրքիր եւ ուսուցողական փուլ էր, որովհետեւ տարբեր ոլորտի ներկայացուցիչների, նախկին հաղթողների, ներդրողների հետ այնց on-line վեբինարներ էին կազմակերպում եւ ֆիդբեքեր էին տալիս մեր pitch-երի մասով, ստարտափների մասով։ Իրականում այդ խմբերը բոլորը մինչ այսօր պահպանված են եւ կապը այդ մասնակիցների հետ այո կա։
Այնուհետև հաջորդ փուլը top 100-ի ընտրություններ, որոնք պետք է արդեն մրցեին Riyadh-ում, մենք իրականում waiting list-ում ենք եղել, 100-ի մեջ չենք եղել եւ շատ անակնկալ եւ հետաքրքիր պատմություն դարձավ, ինչպես 100-ի մեջ ընտրվեցինք։ Դա իրականում Կիրակի օրը պետք է արդեն այնտեղ լինեին, ովքեր մասնակցում էին, այո, Կիրակի օրը եւ 5-շաբթի երեկոյան զանգ ստացա եւ ասացին, որ հիմա պետք է որոշեք, եթե հասցնում եք Կիրակի գալ, ապա դուք top 100-ի մեջ եք, որտեվ չգիտեմ ինչ պատճառներով ինչ որ մասնակից հրաժարվել էր, դե բնականաբար ասացինք այո։ Շատ ու լրիվ երկար պատմությունն է, թե ինչպես վիզաները ստացանք, ինչպես կարողացանք կազմակերպել եւ հասնել, բայց այո, նկատի առնելով, որ մենք Սաուդական Արաբիայի դեսպանատուն չունենք, այո, պետք եղավ հասնել Վրաստան, այնտեղ աշխատակիցները դեսպանատան շատ երկար սպասել էին աշխատանքային օրվանից հետո էլ, մինչև այդ թղթերը հավաքագրենք, խոսքով շատ, այո, շատ աջակցող էին եւ տենց դժվարությամբ, բայց հասանք։ Հասակ Ռիադ, իսկ Ռիադում ինչ եղավ։ Ռիադում շատ անակնկալի եկանք այն առումով, որ այն ինչ որ այստեղ էր կատարվում, այդ իմ կարծիքով այդ մասշտաբայնությունն ու կարևորությունը շատ լավ չէինք պատկերացնում, այսպես ասեմ, որովհետև մրցույթը ընդամենը Բիբանի մի մասնիկն էր եւ մասնակիցները հնարավորություն ունեին։ Բիբան նշեմ, Բիբանը ուրեմն տարեկան կազմակերպվող իվենթ է, ուրեմն Սաուդական Արաբիայում նորարարության ոլորտում, որ ընդհանրապես EWC-ն այդ ծրագրի ծիրումը կատարվում։ Այո։ Եվ որպես մասնակիցներ եւ ունենք բութ էքսպոյի տարածքում, այսինքն հնարավորություն ունենք եւ ներկայացնելու մեր պրոդուկտը, կային տարբեր զոնաներ ներդրողների հետ առանձին հանդիպումներ կատարելու եւ շատերը իրականում տեղում մրցույթից զատ այլ ներդրումներ կարողացան ներգրավել եւ շատ աջակցող էր իրենց համայնքը, կազմակերպչական առումով շատ մեծ աշխատանք էր տարված, շատ տպավորիչ էր եւ անկախ նրանից մրցույթում կհաղթեինք թե չէ, կարծում մեծ ձեռքբերումներ էր մեզ համար այդ մթնոլորտում լինելը եւ այդ մարդկանց հետ շփվելը։ Իսկ այդ 100-ից դուք անցաք լավագույն 24-ի մեջ, այսինքն քայլ առ քայլ մոտեցաք հաղթանակի։ Ուրեմն Հայաստանից ընտրվեցիք լավագույն եռյակի մեջ, եռյակը մասնակցեց 300 ստարտափներին, 300-ից ընտրվեցին 100-ը, դուք 100-ի waiting list-ում էիք, հետո waiting list-ից անցաք լավագույն 100-ի մեջ, հետո 24-ին փոխադրվեցիք եւ հետո հաղթեցիք։ Իսկ հաղթելու փորձը եւ այդ զգացմունքը ինչպես էր, ինչ զգացիք։ Իրականում շատ մեծ շոու, եթե ճիշտ կհնչի ասեմ, այդ կազմակերպված էր հենց pitching-ը եւ բեմը լուսավորություն այդ դրոներով նկարելը ահագին ստրեսային էր, ես կասեի, եւ իրականում 24-ի մեջ անցնելուց այտենց միան խառնվել էին զգացողությունները, համ ուրախ էի, համ մտածում որ նորից պետքա փաստորեն բեմ բարձրանամ։ Իսկ վերջնական հաղթանակի ժամանակ Idea Stage-ում 4 ընկերություն էին եւ նախորդ բոլորիս կարճ ինտերվյուներ էին արել, որոնք պետքա հեռարձակեին։ Ու երբ սկսեցին առաջինին, երկրորդին ցույց տալը, դու ասեցին բեմ եկել, ճիշտ ասած չհասկացա։ Սպասում էի, որ երրորդին, չորրորդին է պետք է ցույց տան, այսինքն այդտեղ արդեն պարզել որ մենք կամ առաջին կամ երկրորդ տեղում ենք, մի քիչ շփոթեցնող էր։ Ես առցանց դիտում էի եւ որտեղ չէին ասել ցույց ենք տալու միայն անցնողներին, ենթադրում ենք բոլորի այտենց ինտերվյուները կցուցադրեն, հետո արդեն բեմ կկանչեն, ու բեմում էլ շփոթվեցին, ստաց երկրորդ տեղն ենք, ոչ թե առաջին։ Դա առաջինը իրականացավ։ Չէ, շատ հաճելի էր, բայց ես հասկացա, որ ուրախությունն էլ է մի քիչ դժվար ընկալելի զգացողություն, երբ որ շատ էմոցիաները անչափ շատ էին իհարկե, շատ մեծ հպարտություն զգացինք, որ հայկական դրոշով կարողացանք բեմ բարձրանալ։ Իսկ հայկական դրոշը տարել էիք։ Այո, տարել էինք։ Ուրեմն պատրաստ էիք հաղթանակի համար։ Չէ, դրոշների մասը տարել ենք, որտեղ օդանավակայանից սկսած շատ խրախուսում էին, որ երկիրները ներկայացնենք, այսինքն մենք այն առաքելությամբ ենք գնացել, որ ոչ միայն մեր ստարտափն ենք ներկայացնում, այլ Հայաստանը։ Մի բան հիշեմ այստեղ, որ մրցույթը EWC կատարվում է 3 տարբեր փուլերի ստարտափների համար, ուրեմն Idea Stage գաղափարային փուլի եւ early stage նախնական փուլի եւ growth stage, ուրեմն աճ ունեցող ստարտափների համար 3 փուլերի համար էլ առանձին հաղթողներ կան։ Դուք հաղթեցիք գաղափարի փուլի ուրեմն մրցույթը, ստացաք $50,000,
Իսկ ուզում եմ տեսնեմ ժյուրիներից եւ մենթորներից արդյոք որևէ հիշատակելի փորձառություն կամ ինչ որ շփում ունեցաք ժյուրիների հետ, որովհետև հետաքրքիր զրույց կատարվեց ուրեմն մրցույթի ընթացքում հարց ու պատասխանի ժամանակ, բայց ուզում եմ տեսնեմ արդյոք կուլիսների հետևում էլ որևէ մի բան կատարվեց, թե ոչ։ Հաղթանակից հետո։ Իրականում ժյուրիները փոխվում էին ամեն օր, այնտեղ փուլերով էր ամեն օր 20-20 հոգին, հետո վերջնական ընտրված 24-ը մրցում էին վերջին օրը, բայց ժյուրիները շատ հասանելի կերպով մոտենում էին իրենք եւ կուլիսներից դուրս, ձեր ասած մրցույթից դուրս, նաեւ շփվում էին, կարծիք էին ասում, ֆիդբեք էին տալիս, շատերի հետ կապ հաստատեցինք, իրականում շատ հետաքրքիր պատմություն եղավ, ժյուրիների մեջ էր Սիլվինան, որը եթե չեմ սխալվում արգենտինական առաջին յունիկորն ներկայացնողն է, եւ պարզվեց, որ Արգենտինայում հայկական դպրոց էր հաճախել եւ հատուկ մոտեցավ Հայաստանի հիմնը երգեց, փոխանակվեց տվյալներով, այո, որտեղ դպրոցում սովորել էին եւ տենց շատ մեծ կապ էր զգում հայ համայնքի հետ եւ նաեւ մյուս ժյուրի անդամների հետ, որոնք տարբեր երկրներում եւ ներդրումային ընկերություններում են ներկայացուցիչներ եւ ստարտափներ ունեն հաջողված, ոմանց հետ մինչ օրս կապի մեջ ենք եւ հուսով եմ, որ հետաքրքիր համագործակցություն կունենանք։ Շատ լավ, դուք առաջին հայկական ստարտափն եք, որ հաղթել եք այս մրցույթում եւ ուզում եմ տեսնեմ դա ինչ է նշանակում ձեր համար որպես հայաստանյան ստարտափ եւ դա ինչքան ձեր քո կարծիքով ինչքան կարող է դեր կատարի մեր ստարտափ էկոհամակարգին ավելին ճիշտ ներկայացնելու միջազգային ուրեմն տարբեր տեղերում, տարբեր առիթներում։ Իմ կարծիքով մենք ունենք շատ հաջողված ստարտափեր եւ շատ ակտիվ ստարտափ էկո համակարգ, բայց մենք նաև ունենք փոքր երկիր լինելու սահմանափակումը եւ նման մրցույթներում տեղ զբաղեցնելը նաև լուսաբանում է ոչ միայն քո ստարտափը, այլ երկրի կարևորությունը եւ ինչքանով մեծ հավակնություններ կարող են ունենալ տվյալ երկիրը եւ այն ընկերությունները, որոնք ձևավորվում ու զարգանում են այդ երկրում։ Ինձ թվում է սա հաջողություններ մեր երկրի եւ մեր ստարտափ էկոհամակարգի համար եւ պետք է խրախուսիչ լինի այլ ստարտափերի համար էլ մասնակցելու, առնվազն քանի դեռ այդ օթում դեռ կա այդ տպավորությունը, որ հայկական ընկերություններ շահել, դա ինչ որ ձև նաև ճանաչվում է բերում ընկերություններին։ Իսկ Epic-ի դերը ինչպես է գնահատում որպես կազմակերպող Հայաստանում կազմակերպող EWC եւ ազգային փուլը կատարողը եւ կազմակերպողը ընդհանրապես որևէ գնահատական ունես դրա նկատմամբ։ Այո, իհարկե, ինչպես ասացի, շատ մեծ ծավալի եւ մեծ մասշտաբների միջոցառում էր Սաուդյան Արաբիայում եւ կարծում եմ, որ առանց Epic-ի աջակցության կդժվարանանք այն մակարդակի ներկայանալ, ինչ որ կարողացանք, որովհետեւ սկսած pitch-ի կառուցվածքից խոսելուց ներկայացնելուց այդ ամբողջ ընթացքում մեր կողքին է եղել եւ աջակցել է, որպեսզի ավելի մրցակցային լինենք եւ կարողանանք լավ ներկայանալ միջազգային հարթակում։ Կարծում եմ, որ հաջողության մեջ մեծ դեր ունեցել է նաեւ Epic-ի թիմը։ Շատ ուրախ եմ կարծիքի համար։ Հիմա անցնենք ձեր ապագային։ Ինչ է սպասվում Նոմիկին։ Ինչ նոր ծրագրեր ունեք, ինչ կա մոտավոր ապագայում, ինչ ծրագրեր ունեք, որտեղ եք հիմա, որտեղ եք հասել հիմա, ինչ եք անում։ Իրականում հաղթանակը մեզ մի քիչ թափ տվեց, ավելի լրջացանք, ավելի մեծ պատասխանատվությամբ վերադարձանք։ Այս պահին շատ ուրախ եմ ասել, որ մենք անցյալ շաբաթ լոնչել ենք առաջին կոմերցիոն պրոյեկտը Թիմ խմբի հետ, իրենց ներքին Տելեկոմ եւ մյուս ընկերություններ, որոնք այո, Թիմ խմբի մեջ են, իրենց ներքին փաստաթղթաշրջանառության համակարգը, որի միջոցով բոլոր ներքին գործընթացները ավտոմատացվելու են, գրել է մեր թիմը եւ ամբողջ back-end-ը բացառապես գեներացրել ենք Նոմիկի միջոցով եւ այժմ երբ ունենք պատրաստի համակարգ, որը արդեն իրական միջավայրում օգտագործվում է,
նախատեսում ենք քննարկումներ կազմակերպել, դեմո սեսիաներ, որտեղ կներգրավենք տարբեր ընկերությունների ներկայացուցիչների, իրականում մի քանիսն արդեն արել ենք տեխնիկական տարբեր թիմերի հետ, որտեղ ցուցադրել ենք ինչ է իրենց ներկայացնում Nomic-ը պլատֆորմը եւ շատ հետաքրքիր արձագանք ենք ստացել, ուզում ենք շարունակել այդ ուղղությամբ եւ կարծիքներ լսել ու այս պահին փորձում ենք վերջնականացնել իր ամբողջական տեսքը, որով կարող ենք տրամադրել պլատֆորմը այլ ընկերություններին օգտագործման։ Իսկ մոտիկ ապագայում բացի դա ուրիշ աշխատանքներ էլ ունեք, ծրագրեր ունեք։ Մոտիկ ապագայում մասնակցելու ենք Jitex-ին, նաև Vivatech-ին, այո։ Եվ Vivatech-ին։ Այո։ Vivatech-ն էլ Փարիզում։ Այո։ Իսկ մի հարցնեմ, կարողա մի քիչ անհարմար լինի, կարողա չուզենաս պատասխանել, բայց ինչ պատահեց $50,000 հետ։ Արդյոք դա դեռ օգտագործել եք, թե դեռ ծրագրեր ունեք դրա համար։ $50,000 ընկերության հաշվին է եւ օգտագործում ենք, այո։ Օգտագործում։ Դրա հաշվին որոշ չափով մեծացրել ենք թիմը, ավելի փորձում ենք արագացնել մեր անելիքները։ Մասշտաբով թիմ ունեք։ Ինչ։ Այս պահին 5 հոգի ենք։ 5 հոգի եք, այսինքն 3 հոգի հիմնադիր եւ 2 աշխատող։ Այո։ Բայց պլանավորում ենք ավելի մեծացնել։ Ավելի մեծացնել։ Շատ լավ։ Վերջում կուզենամ իմանալ, արդյոք որևէ մի բան կա, որ կուզենաս կիսվես ունկնդիրների հետ, որպես հաղթող ստարտափ EWC-ում։ Նախ ձեզ եմ շնորհակալ եւ աջակցության եւ ոդքասթի համար, ունկնդիրների հետ հավանաբար կխրախուսեի, որ բոլորը ով հնարավորություն ունի մասնակցեն, անկախ նրանից որ փուլում կհայտնվեն, ինչտեղ կզբաղեցնեն, ամեն դեպքում նման մրցույթները մեծ փորձ են բերում եւ կապեր են ստեղծում։ Ինձ թվում է այդ ճանապարհը ինքնին շատ հետաքրքիր եւ էմոցիոնալ եւ տպավորիչ եւ արդյունավետ է եւ կմաղթեմ, որ բոլորը կարողանան այդ զգացողությունները ապրեն։ Անցնեն այդ փուլերը, որ դուք անցաք եւ կմաղթեմ բոլորին այդ զգացողություններով անցնեն եւ նաեւ բնականաբար զգացողություններով չավարտվի այդ ամենը։ Այո։ Շնորհակալ եմ։ Նախ եւ առաջ կուզենամ նորից շեշտել, որ EWC 2025-ը արդեն ընթացքի մեջ է, հայտերը ընդունվում են մինչև հունիսի 20-ը։ Հայտերի համար անպայման մեր ուրեմն ոդքասթի ենթագրերում գրություն լինքը կամ հղումը գոյություն կունենա։ Խնդրում եմ ինչքան շուտ դիմեք, անպայման դիմեք, եթե ունեք ստարտափ գաղափար կամ արդեն ձեր ստարտափը ինչ որ MVP է փորձարկում, արդեն փորձարկում է իր MVP-ն եւ նույնիսկ եթե ձեր ստարտափը արդեն ունի զգալի աճ, 3 փուլերում էլ, այսինքն idea stage, early stage եւ growth stage, անպայման կարող եք մասնակցել EWC-ին Հայաստանի կողմից եւ հղումին դիմելով կարող եք գրանցվել EWC-ում եւ հույսով ենք, որ մյուս տարի էլ նորից նոր հաղթող կունենանք այստեղ եւ կզրուցենք իր հետ։ Շատ շնորհակալ եմ Տաթևիկ ջան, ժպիտով լի ձեր զրույցի համար եւ քո ձեր աշխատանքի համար եւ ձեր այն պատիվի համար, որ բերեցիք մեր հայկական էկոհամակարգին։ Շատ շնորհակալ եմ։